Եթե ուզում եք, որ ձեր թոքերը լինեն առողջ, եթե ուզում եք, որ ականջ կոկորտ քթի հիվանդություններ չլինեն, եթե ուզում եք, որ ամբողջ շնչառական համակարգը լինի առողջ, եթե հաճախ քթահոսություն ունեք կամ հաճախ հազում եք կամ շնչառության հետ խնդիրներ կան, ասթմա կա, այսօրվա տեսանյութում ձեզ տալիս եմ պարզ մեկ տնային միջոց։ Փորձեք, գուցե օգնի ձեզ։ Բարև ձեզ, ես բժիշկ Անահիտն եմ։ Բարի գալուստ իմ YouTube ալիք։ Բաղադրիչները ընդամենը 3 են։ Առաջինը դարչին։ Լավագույնը վերցնել ցեյլոնյան դարչին։ Դա ավելի լավ է, քան սովորականը, որը վաճառվում է։ Փորձեք գտնել ցեյլոնյանը։ Մեզ պետք է փոշի։ Եթե դժվար է գտնել, կարող եք օգտագործել սովորական դարչինը։ Ինչու ենք օգտագործում դարչինը։ Եթե հետևում եք իմ ալիքին, արդեն շատ բան գիտեք դարչինի մասին։ Ես շատ եմ սիրում այս համեմունքը, որովհետև այն շատ լավ կարգավորում է արյան շաքարը, ինսուլինը, նվազեցնում է օրգանիզմի ներքին բորբոքումը, օգնում է ենթաստամոքսային գեղձին առողջ մնալ, նվազեցնում է խոլեստերինը եւ իհարկե շատ հզոր հակաօքսիդանտ է, շատ օգուտներ ունի։ Հենց այս պատճառով այստեղ օգտագործում ենք դարչինը, բորբոքումը նվազեցնելու եւ ինսուլինը կարգավորելու համար։ Եթե այս երկուսը կարգին լինեն, օրգանիզմն ինքն իրեն առողջ կլինի։ Բացի այդ, օգնում է մարսողությանը, բարելավում է նյութափոխանակությունը, ինչը նույնպես շատ լավ է իմունիտետի համար։ Երկրորդ բաղադրիչը՝ կուրկումա։ Հայերեն հաճախ ասում են դեղին արմատ կամ հալդի։ Կուրկուման էլ շատ անգամ խոսել եմ իմ ալիքում։ Այն ունի հզոր հակաբակտերիալ, հակասեպտիկ, հակասնկային ազդեցություն։ Շատ ուժեղ հակաօքսիդանտներ է պարունակում, լավ նվազեցնում է բորբոքումը։ Եթե ուզում եք չհիվանդանալ գրիպով, վիրուսներով կամ բակտերիաներով չանհանգստանալ, սկսեք օգտագործել կուրկումա, եւ դա կօգնի ձեզ։ Երկրորդ բաղադրիչը՝ մեղր։ Մեղրը կօգտագործենք որպես դեղորայք, մի քիչ։ Ինչու մեղր։ Որովհետև մեղրը օգնում է թոքերին առողջ լինել, չի թողնում լորձը կուտակվել օրգանիզմում։ Լորձը հենց այն ամենն է, ինչը խանգարում է շնչառությանը։ Մեղրն էլ բարելավում է իմունիտետը։ Այժմ ինչ ենք անում։ Վերցնում ենք 1/4 թեյ գթալ դարչինի փոշի, 1/4 թեյ գթալ կուրկումայի փոշի։ Խառնում ենք եւ ավելացնում մեղր, դարձնելով փափուկ հյութ, պաստա։ Այս հյութը պետք չէ կուլ տալ անմիջապես։ Կարող եք ցանկացած ժամանակ օրվա ընթացքում ընդունել, անկախ նախքան ուտելը թե հետո, ինչպես ձեզ հարմար է։ Օրական 1 կամ 2 անգամ կարելի է անել։ Դանդաղ, փոքր կումերով ծծեք, զգաք համը, բույրը։ Այն պետք է ձեզ տա բնական ուրախություն, այնպիսի հաճույք, ինչպես երբ համեմունքներ եք ավելացնում։ Կարող եք ավելացնել նաև ուրիշ համեմունքներ, խաղացեք բաղադրիչներով եւ տեսեք, թե ինչն է ավելի համեղ ու օգտակար ձեզ համար։ Եթե փորձարկեք եւ ձեզ դուր գա արդյունքը, անպայման գրեք մեկնաբանություններում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան, փորձեն եւ ինձ համար էլ հետաքրքիր կլինի։ Անպայման գրեք ձեր արձագանքը, փորձարկեք։ Բայց եթե չեք ուզում փորձարկել եւ պարզապես օգտագործում եք այն, ինչ ես ասացի, դա էլ բավական է։ Որքան ժամանակ կարելի է օգտագործել։ Կարելի է ամբողջ կյանքում, առանց ընդմիջման։ Այստեղ ընդամենը 1/4 թեյի գթալ կուրկումա է եւ 1/4 դարչին, շատ փոքր քանակություն եւ մեղրով միասին ծծելով։ Եթե հետո ջուր եք ուզում խմել, խմեք տաք ջուր կամ խոտաբույսերով թեյ։ Սենյակային ջերմաստիճանի սովորական ջուրը չօգտագործեք դրա հետ։ Սրանք պարզ բաներ են, ամբողջ ընտանիքով կարող եք անել, պարզ, բայց արդյունավետ։ Հուսով եմ այսօրվա տեսանյութը օգտակար կլինի ձեզ։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում, մեծ ժպիտով։ Սիրեք, ավելի շատ չհիվանդանաք, եղեք առողջ։